Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Համանը, այդ սարսափելի մարդը, համարյա ուշագնաց եղավ։ Սա անսպասելի էր նրա համար, նա պետք է պատվեր այն մուրդքեին, ում պատրաստվում էր ողջ ազգի առաջ գաղաղան հանել, ինչպես նաև սպանել Պարսկաստանում ապրող յուրաքանչյուր հրեայի, բայց նա կենդանի Աստծո միջամտությունը հաշվի չէր առել, Աստծո, ով սիրում և պաշտպանում է իր ժողովրդին։ Ախ, եթե Hamanն իմանար, թե ինչ է պատահելու, բայց նա շատ հպարտ էր, քանի որ նորից թագավորի հետ ընթրիքի էր հրավիրված։ Եսթեր թագուհին պատրաստ էր իր հյուրերի համար։ Պալատում ոչ ոք չգիտեր, որ Եսթերը մուրդքեի խորտ աղջիկն է։ Իսկ այդ երեկո Ասուերոս թագավորը պատրաստ էր Եսթերի յուրաքանչյուր ցանկությունը կատարելու։ Եսթեր թագուհի, ունես ցանկություն։ Ես քեզ իմ թագավորության կեսը կտամ։ Իմ թագավոր, թող որ ես եւ իմ ժողովուրդը հրեաները ապրենք։ Մեկը կա, ով ուզում է սպանել եւ ոչնչացնել մեզ։ Ո՞վ է նա։ Որտեղ է այդ մարդը։ Այս Համանը քո ամենավատ թշնամին է։ Թագավորի բարկությունը լցվեց, իսկ Համանը պայքարում էր իր կյանքի համար, բայց իզուր։ Ծառաները փակեցին նրա աչքերը եւ դուրս տարան։ Համանը մեռավ այն կախաղանի վրա, որը պատրաստել էր մուրդքեի համար։ Դե, ուրիշի համար փոսփորող է, ինքն է ընկնում մեջը։ Համանը առաջինը չէր, ով ցանկացել էր ոչնչացնել հրեաներին, եւ նա վերջինը չէր լինելու, բայց Աստված պաշտպանում է իր ժողովրդին։ Նա խափանեց չարի ծրագիրը, քանի որ Աստծո ծրագիրն էր, որ Հիսուսը, Փրկիչը հրյա ծնվի։ Աստծո ուզածը կատարվում է, նույնիսկ Ասուերոս թագավորն էր նրա ձեռքերում։ Թագավորի հրամանով թագավորությունում գտնվող յուրաքանչյուր հրեա իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Թագավորի սուրհանդակները արագաված ձիերով գնացին երկրի յուրաքանչյուր գավառ եւ հայտնեցին նոր օրենքի մասին։ Համանը, հրեաների ամենասարսափելի թշնամին, դեկտեմբերի 13-ը հրեաների մահվան օր էր նշանակել, բայց այն դարձավ ուրախության օր, քանի որ հրեաները հաղթեցին իրենց թշնամիներին։ Նրանք այն տոնեցին ամսի 14-ին։ Հրեաները միմյանց նվերներ էին տալիս, աղքատներին էլ գերակուր։ Տխրությունից ուրախություն դուրս եկավ։ Աստված պաշտպանեց Իսրայել ժողովրդին։ Վերջին խոսքը միշտ Աստծունն է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։